Ողջույն, առաջինի եթերում Սիրանքյունն է։ Այսօր մեր հյուրն է հեռուստահաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը։ Ողջույն Ռաֆայել։ Այսօր ուզում եմ խոսենք ոչ միայն հումորից, հեռուստատեսությունից, այլ նաև մեր իրականությունից, հա։ Մեր իրականության մեջ որևէ խնդիր, հնչեղություն է ստանում, երբ դրան միանում են հանրային դեմքեր։ Այսօրվա մեր հեռուստատեսությունը այնպես իրավիճակ է ստեղծել, որ իսկապես հանրային դեմքեր են նաև հեռուստահաղորդավարները, որոնք այս կամ այն կերպ պարբերաբար ինչ-որ կարծիքներ են հայտնում, միանում այս կամ այն նախաձեռնությանը։ Մասնավորապես շատ էին, հա, ձեր գործընկերներից, որոնք միացան Մաշտոցի պուրակում կազմակերպված այդ ակցիային։ Ձեզ որևէ կերպ չենք տեսնում, որովհետև չկան ձեզ համար հանրային այդ տեսակ կարևոր խնդիրներ, թե պարզապես զերծ եք մնում։ Գիտեք ոնց, չէ, այնպես որ ես քաղաքում չէի կամ ինֆորմացված չէի ընդհանրապես կամ չէի հետևում։ Ուղղակի կա, ասենց ես իմ մեջ, ես տենց եմ ընդունում եւ ին կարծիքով ճիշտը որն է։ Ոչ թե դու ուղղակի գնաս միանաս, ես իհարկե դեմ չեմ իմ գոլեգաներին, դա իրենց անձնական գործն է եւ անձնական որոշումն է, բայց երբ դու գնում ես նույն պուրակի օրինակով, հա, գնում ես կանգնում ես այդ մարդկանց կողքը ակտիվիստների կամ ուղղակի ժողովրդի կողքը ու ասում ես, որ ես եկել եմ ու այդ ժամանակ տարբեր հեռուստաընկերություններից գալիս են ասում են, վայ, դուք հասկանում եք ով ա ձեզ այդ հիմա կանգնած կամ դուք եկել եք, այո, դուք եկել եք։ Եթե այդ հարցի լուծումը տրվում է այդ ժամանակ, այսինքն ոչ թե ես եկել եմ ուղղակի եկել եմ ձեզ հետ կանգնելու, այլ ես հարցի լուծում եմ տալի։ Ես ընդունում եմ դա, բայց եթե դու գալիս ես ուղղակի sense կանգնում ես ու ասում ես ես եկել եմ, ստանում ես պտիչկա ռուսի ասած, հա, ու հետո վերադառնում ես քո գործերիդ, ես համարում եմ դա ուղղակի ժամանակի կորուստ։ Այնուամենայնիվ ավելի հանրային է դառնում խնդիրը ու լուծումներ են, գոնե ելքեր են փնտրվում։ Ես հասկանում եմ, գիտեք ոնց, եթե 10 հոգուց ավել որևէ մի խնդրի մասին խոսում են, իսկ հիմա մենք շատ խնդիրների մասին շատ ենք սիրում խոսել, եւ սոցցանցերում, որովհետեւ ամբողջ օրը մենք քննարկում ենք, բոլորը դարձել են ժուրնալիստներ, բոլորը դարձել են գիտակներ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ ոչ մի բանով չէին զբաղվում ու մինչև հիմա չեն զբաղվում, իրանք համարում են իրենց կարծիքը շատ կարևոր է բոլորի համար եւ նույնիսկ քեզ ստիպում են, որ դու համաձայնվես, որ դա տենց է։ Ես համարում եմ, որ յուրաքանչյուրս, եթե անենք մեր գործը լավ, այսինքն եթե ես օրինակի համար չեմ հասկանում ինչի համար ես պետք է գնամ ու այդ մարդու ձեռքը բռնեմ կամ իր կողքը կանգնեմ, ես հասկանում եմ իհարկե, բայց ինչով ես օգուտ կտամ դրան։ Ես չեմ ալարում, ես չեմ քնած կամ պարկած տակ տեղերում ու ալարում եմ գնամ, իհարկե իրանք մեծ գործ են անում, բայց նրանք ուժեղ են այդ գործի մեջ։ Լավ, որ խնդիրներն են ըստ ձեզ, որոնք իսկապես հանրային ուշադրության կենտրոնում են ու որոնք նաև ձեր ուշադրության կենտրոնում են այսօր։ Գիտեք ոնց, ես աշխատում եմ ընդհանրապես քաղաքականության մեջ շատ չխորանալ, ինչու, որովհետև եթե ես մի ոլորտի մեջ ուժեղ չեմ ու շատ բան չեմ հասկանում, մեխանիզմի մասին է խոսքը գնում, ես աշխատում եմ կողքից դիտել, կարծիք արտահայտել, բայց ոչ թե այդ կարծիքը հանրությանը տարածեմ, այլ ուղղակի իմ կարծիքը արտահայտեմ։ Լավ, ըստ ձեզ, բնապահպանությունը, բնապահպանությամբ զբաղվելը քաղաքականություն է թե ոչ։ Այսօր դուք հաղորդում եք վարում, դա քաղաքականություն է թե ոչ, հա, լավ որակ եք այն ամենայնիվ տալիս։ Թռչկանի համար պայքարելը քաղաքականություն է թե ոչ, Սևանի համար պայքարելը քաղաքականություն է թե ոչ։ Ըստ ձեզ, այս բոլոր խնդիրները որքանով են քաղաքականություն։ Եթե ես կարողանամ ինչ-որ բանով օգնեմ, բացի գալ ու կանգնելուց ուղղակի, ինչ-որ ակցիային մասնակցեմ, ինչ-որ գործողություն կատարեմ, ոչ թե ուղղակի գամ կանգնեմ։ Ես դա կանեմ անվճար բնականաբար, որովհետև ինձ դա հետաքրքրում է բնականաբար, որովհետև ես ապրում եմ այս երկրում, դեռ ապրում եմ, այդ դեռը իմիջիալը շատ կարևոր է, բոլորիս համար է կարևոր, որովհետև երբ որ դու ասում ես ես ապրում եմ այս երկրում, դա ուրիշ հայացքով ես դու նայում այս երկրին, երբ որ ասում ես դեռ ապրում եմ, այսինքն դու ունես անելիքներ, բայց եթե այդ անելիքները տեղ չհասավ եւ չստացվեց քեզ մոտ, շատ շատերը կարող են ուղակի թողնել եւ լքել հանրապետությունը, ոնց որ անում են հիմա։ Ձեր շատ գործընկերները ընդհանրապես մեր հանրությունն է։ Ոչ միայն հայտնի մարդկանց մասին է խոսքը, հարյուրավորներով լքում են։ Մենք օֆիցիալ տվյալները ստանում ենք լրիվ ուրիշ, բայց իրականում ռեալ ոչ օֆիցիալ տվյալներով ասում ենք որ Հայաստանը դատարկվում է։ Իրոք դատարկվում է, հասկանում եք, որովհետև ինձ շատ է հետաքրքրում, հուզում այդ հարցերը, հասկանում եք, բայց երբ որ ես սկսում եմ խորանալ դրա մեջ, ես սկսում եմ ներվայնանալ, նյարդայնանալ, դրանից դուժում է իմ ներվային համակարգը, ոչ մի փոփոխություն տեղի չունենում։ Ես չեմ ասում ամեն ինչ վատ է, բայց երբ որ ասում են Սևանը օրինակի համար աղտոտված է, օքեյ,
կա նախարարություն, կան մարդիկ, նախարարներ, աշխատողներ, որոնք զբաղվում են դրանով, ճիշտ է։ Իրավասու են, Եթե նախարարը ինձ գա ասի որևէ նախարարության ասի, գիտես ոնց, այս ծրագիրը լավը չի։ Ես բնականաբար չեմ ասի մի բան արա, որ լավ լինի։ Ես պետք է դա անեմ, որ այս ծրագրի որակը լավացնեմ։ Հիմա ես եթե ասեմ լավը չի վիճակը Սևանի, այսինքն ոչ թե լավը չի, այլ լավ չի վիճակը Սևանի, ինքը բնականաբար պետք է մի բան անի, որովհետև ինքը զբաղեցնում է այդ աթոռը։ Բայց ցավոք Հայաստանը այն պետությունն է դարձել, որտեղ առաջնահերթ ստանում են աթոռը, հետո մի քիչ ժամանակ է պետք, որ հասկանանք ով ում բարեկամը ու որտեղից կարելի է ինչ որ լծակներ գտնել, հետո նոր դա արդեն 5-6 տարի անցել է։ Հետո նոր արդեն սկսում ենք ինչ-որ մի բան անել։ Ճիշտ հասկացա, երբ որ դուք ասացիք դեռ Հայաստանում եմ ապրում, ուրեմն ինչ որ հեռահար նպատակներ կան ապագայում ձեր ուժերը դրսում ռեալիզացնելու։ Ես ասենց ասեմ, վերջերս եմ վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, դա իմ երազանքը չի բնականաբար, այսինքն որևէ ուրիշ երկրում ապրելը։ Իմ երազանքը իմ երկրում ապրելն է, որպեսզի մենք տենց ազգենք, որ մենք մտածում ենք ոչ միայն մեր մասին, այլ մտածում ենք նաև երեխաների մասին, բայց շատ է եղել, երբ որ ես հավաքել եմ ճամպրուկները, բառսբուն իմաստով, ու շատ ասելով երևի մի 3 անգամ։ Ու այդ որ ինչ որ մի բան պահել է, չգիտեմ ինչը։ Ու չեմ ասի, բնականաբար ընկերները, հարազատները, բարեկամները այդ մի կողմ դրած, ինչ որ մի բան ստեղ, հա, որովհետև ես միշտ երբ որ վերադառնում եմ, ես կարոտով էի վերադառնում։ Այս անգամ դա չեղավ։ Չգիտեմ ինչի, տենց մի քիչ անկեղծ ասեմ ձեզ։ Գուցե հիասթափության տոկոսը մի քիչ ավելացել էր։ Միգուցե, բայց նես չի, որ այնտեղ ավելի լավ է դուրսը, չէ։ Ուղղակի, եթե համեմատենք, մի հատ տարբերություն կա մեր երկրի եւ եվրոպական կամ օրինակ Ամերիկայի հետ կապված, հա, մի տարբերություն կա, եթե դու այնտեղ ունես գիտելիքներ, այսինքն սովորում ես ու այդ գիտելիքները ձեռք ես բերում, դու կարող ես կիրառել այդ գիտելիքները, այնտեղ քեզ Այսինքն ռեալիզացման դաշտը ավելի մեծ է։ Ռեալիզացման դաշտը ավելի մեծ է ստեղ։ Չէ, այնտեղ։ Այնտեղ, հա։ Ստեղ, եթե դու ավարտում ես ամենալավ համալսարանը, ամենաուժեղ կարմիր դիպլոմով կամ դպրոցը ոսկե մեդալով, որը հիմա արդեն ուրիշ ձև է նայում այդ մարդկանց, ժամանակին ուզում էին նմանվեին, այո, իսկ հիմա sense մի քիչ ուրիշ ձև։ Խնդում են։ Ես չեմ ասում ստեղ ուսում չեն ստանում երիտասարդները, բայց երբ որ ես ուզում եմ օրինակ իմանամ տվյալներ, ասենք քանի հոգի է ավարտում այս ինչ բուհը եւ քանի հոգի է աշխատում իրենց մասնագիտությամբ, բայց ավելի շատ ունեինք, իսկ այդ մասնագետները երբ որ լքում են պետությունը, դա չի նշանակում իրանք լավ պայմաններից են հրաժարվում, ստիպված են այդ քայլը անում, որովհետև իրենց գիտելիքները գնահատվում է դուրսը, դե հիմա տենց ստացվեց։ Մեզ մոտ գիտելիքները գնահատվում է այստեղ ներսը, բայց մի քիչ է գնահատվում։ Այսինքն այդ գումարով այդ պրոֆեսորը կամ այդ դասախոսը կամ այդ մասնագետը չի կարող վաստակել գումար։ Մի առիթ ասում եք, որ այ մի երազանքներից մեկն էլ Անգլիայում սովորելը եւ բժիշկ դառնալն է։ Եթե հետ վերադառնայիք, ինչ որ կետի։ Այո, շատ շուտվա երազանք էր, չիրականացավ։ Ես sense ասեմ, ես երբեք ուշ չի սովորել, երբեք ուշ չի մասնագիտություն ձեռք բերել, բայց եթե դա պահանջում է իրավիճակը։ Եթե դու հիմա օրինակի համար, հա, ամենապահանջված մասնագետները Հայաստանում լինեն բժիշկները, վարձատրվող եւ պահանջված, դա շատ կարեւոր է, որովհետեւ շատ են սիրում բժիշկներին բոլորը, բայց պետք է վարձատրվեն այդ բժիշկները, հասկանում եք, պետք է լավ գումար աշխատեն, որպեսզի լավ բուժեն։ Միգուցե այդ ժամանակ ես փոխեմ իմ մասնագիտությունը։ Միայն ռեալիզացման մեծ հնարավորությունն է դրսում, թե նաև կա տեղում, հա, անարդարության հետ բախվելու խնդիր։ Այ արտագաղթը մասնագետները բաժանում են մի քանի մասի, հա, սոցիալական խնդիր, արդարության դեֆիցիտ, ռեալիզացիայի խնդիր կա երկրում, շատ են նշում այդ արդարության դեֆիցիտը, քանի որ կա երկրում, մարդը բախվում է գորշ իրականության հետ, որից հետո դիմում է ոտքերի տարբերակին, հա, օդանավակայան։ Գիտեք ոնց, սխալ է մեղադրել կամ իշխանությունը կամ ժողովրդին, որևէ մեկին սխալ է մեղադրել, այսինքն սա մենք այն ժողովուրդն ենք, հա, եւ այն երկրում ենք ապրում, որը որ русскоязычный асած, которые заслуживаем. Мы в той стране живем и имеем то руководство, которое заслуживаем. Ռուսերեն ասացի մտածել։ Այսինքն մենք արժանի ենք այն իշխանությանը, որն ունենք, հա, մեծ հաշվով։ Ոչ մեկ, այո, ոչ մեկ չի եկել եւ ասել սրանից հետո լինելու է սենց։ Մենք բերել ենք դրան։ Ես ավելին ասեմ, երբ որ ավելի վատ պայմաններում ենք ապրում, դա այն վատ տարիներն էր 90-ականները։ Իհարկե արտագաղթ
կար այդ ժամանակ, բայց մարդիկ այդ ժամանակ ստիպված էին մեկնում։ Ոչ թե չէին սիրում երկիրը, ոչ թե ուրիշ տեղ էին լավ պայմաններ տեսնում, այլ ստիպված էին լքում ժամանակավոր։ Հիմա հարցական է ինչքան ժամանակավոր են իրանք մնացել, որովհետև նախորդ տարիների հետ համեմատած ավելի լավ է հիմա վիճակը, բայց եթե մենք գցենք պրոբլեմները միայն այս մարդու վրա կամ այն պետության վրա եւ ասենք մենք ուզում ենք լավ ապրենք, դե մի բան արեք, ոչ մի բան չի լուծում։ Մենք փոխվել ենք, շատ ենք փոխվել հայերս։ Մենք ավելի լավ ենք իրար վերաբերվում, երբ որ ավելի դժվար պահերի մեջ ենք։ Հիմա ավելի պահանջատեր չենք դարձել, որ պահանջում ենք կա չէ խոսքեր ասում են մենք, մինչև հարցը չես բարձրացնում, իրավունք չունես պահանջել։ Բայց շատ հարցեր ենք բարձրացնում մենք։ Մենք մեկը չլուծած մյուսին ենք անցնում։ Եկեք մեկը լուծենք ու ասենց ասեմ պրիմիտիվ հարցերի մասին չի խոսքը, գլոբալ։ Եկեք մի հարցը լուծենք, հետո մյուսին անցնենք, որովհետև այն ժամանակ դժվար էր, շատ վատ էր, բայց մենք գոնե շփվում էինք իրար հետ ու այդ փեջի կողքը նստած կամ այդ մոմի լույսի տակ եւ երեխաները եւ դաս էին անում եւ մենք ավելի շուտ էինք հանդիպում իրար, ավելի շուտ էինք իրար հետ շատ էինք շփվում եւ մարդկայնություն հասկացողությունը կար, մարդկային վերաբերվել իրար։ Հիմա չգիտես ինչու բոլորը նախանձում են իրար, բոլորը ման են գալի վատի մեջ, լավը չեն գտնում ավելի շուտ, իսկ լավի մեջ միշտ վատը կա, միշտ։ Մենք սկզբից պետք է լավը նկատենք, հետո նոր վատին անցնենք երևի։ Գանք հեռուստատեսություն այնուամենայնիվ հեռուստատեսության մարդ է, այդպես ենք բնորոշում։ Հեռուստատեսությունն էլ մեր օրերում կայացման իսկապես կայացման փուլում է գտնվում։ Ինչպես է գնահատում Հայաստանում հեռուստատեսության կայացման այս գործընթացը։ Արդյոք միայն ծախսատար հեռուստասերիալներ ներկայացնելով հանրությանը կարող ենք ասել, որ հեռուստատեսությունը կայացման զարգացման փուլում է, հա։ Ինչպես է ձեզ ներկայանում այս ընթացքը։ Գիտեք ոնց ես երկու անգամ եղել է, երբ որ երկար դադար եմ տվել, այսինքն հեռուստատեսության ոչ մի հեռուստատեսությունում եւ ոչ մի ծրագրում չեմ երևացել, չեմ արել ոչ մի նախագիծ, ինչու։ Երկու պատճառ կար։ Դա նա է, որ ուղղակի որակը չէր բավարարում ինձ, այսինքն ես կան մարդիկ, որոնք ուզում են իրանց մեկը որտեղ ինքը երևա, ա գումարի խնդիր ունի լուծելու եւ բ ինքնահաստատվելու, այսինքն եթե ինքը նեղվում է, եթե 10 հոգից 5-ը իրան չեն ճանաչում փողոցում։ Տենց մարդիկ ունեն պահանջ միշտ երևալու։ Ես այդ պահանջը չունեմ միշտ երևալու, ես սրանից հետո, եղել է իհարկե նախագծեր, որտեղ այդքան էլ որակը չի գոհացրել ինձ, ստիպված եմ շարունակել այդ ամենը։ Բայց ինչ վերաբերվում է հեռուստատեսությանը, երևի 5-6 տարի առաջ իմ կարծիքով ավելի որակով էր Հայաստանում հեռուստատեսությունը, մի TV-ի մասին չի խոսքը գնում, այլ ընդհանրապես դաշտի մասին։ Հիմա ավելի անորակ է դարձել։ Ինչու՞։ Նախ ինտերնետ TV-ն է սկսել արթնանալ Հայաստանում, ամբողջ աշխարհում դա արդեն շուտվանից են անցել ինտերնետ TV-ին, հիմա Հայաստանում այդ տենդենսը նկատվում է բնականաբար։ Առաջ TV-ից որևէ հեռուստատեսությունից որևէ ծրագրեր դու կարող էիր դիտել ինտերնետով, եթե բաց էիր թողում, հիմա հակառակն է, հիմա հեռուստատեսությունը ինտերնետից է վերցնում նյութեր եւ տեղադրում իրենց մոտ։ Դա նշանակում է, որ տենդենսը գնում է զարգացման ինտերնետ TV, բայց հեռուստատեսությունը որակական իջել է։ Հիմա որակը իջել է, սերիալները դա մեղավոր չեն, այսինքն սերիալների պատճառով չի իջել։ Ուղղակի մենք սկսել ենք ոնց ասեմ, քչով բավարարվել, արագացել է կյանքը։ Կարող ենք ասել, որ իսկապես էլեկտրոնային լրատվամիջոցները այսօր լուրջ մրցակից են հեռուստատեսությանը։ Այն լուրը, որը տալիս է էլեկտրոնային լրատվամիջոցը գուցե բազմակողմանի համապարփակ, հետո արդեն հեռուստատեսությունում կորում է, հա, բոլոր այդ հմայքը լուրի, որովհետեւ մի քանի ժամ առաջ արդեն վաղուց բոլորը գիտեին ու ամեն ինչ գիտեին լուրի մասին։ Օրինակ բերեմ ձեզ, ուրեմն համացանցը, ինտերնետը եւ ինտերնետ TV-ները դա դարձել է ոնց որ դու տանն ես։ Այդ տանը ինչպես ես դու քեզ պահում, մինչեւ հյուրերիդ գալը։ Հենց որ հյուր է գալի, դու հագնում ես ուրիշ հագուստ, ավելի ժպտերես ես դառնում, ամեն ինչ նորմալ է, բայց դու ունես տանը խնդիրներ, ճիշտ է։ Այդ խնդիրները տան, դա սոցկայքերն են, դա ինտերնետ TV-ն է, խնդիրները երկրի։ Իսկ հեռուստատեսությունը դա ինչպես ներկայանում ես հյուրերին։ Իհարկե, դու հյուրընկալում ես հյուրերին, մոտիկ հյուրերին, հեռու հյուրերին կապ չունի, դու ուրիշ հագուստով ես, ուրիշ ժպիտ է, ուրիշ շպար է դեմքից։ Հրաշալի համեմատություններ։ Մոտարապես դա այդպես է, հիմա հեռուստատեսության վիճակը այդպեսին է։ Ստացվում է, որ իսկապես էլեկտրոնային լրատվամիջոցներից օգտվում եք դուք որպես հետաքրքրվող քաղաքացի։ Այո, կան կայքեր, որտեղից որ ես ինձ ոչ թե ինձ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա, բացի հեռուստատեսության
աշխարհից, ոլորտից, նաև հետաքրքրում է բնականաբար իրավիճակը եւ Երևանում, եւ Հայաստանում, եւ Եվրոպայում, եւ արտերկրներում։ Facebook-ում կարծես թե շատ ակտիվ չեք ձեր մյուս գործընկերների պես, որոնք ինչ որ կոմենտներով, մեկնաբանություններով են հանդես գալիս, փորձում կիսվել հասարակության հետ։ Հետո այդ լուրը մեկնաբանությունը դառնում է էլեկտրոնային լրատվամիջոցների համար մեկ լուրը, հա, սկսում քննարկվել, ինչու ակտիվ չեք սոցցանցերում։ Նորից վերադառնանք սկզբին։ Ես էլ եմ ասում, ես կարող եմ կարծիք որևէ հայտնել, բայց այդ կարծիքը, ոնց ասեմ, ես չեմ սիրում ինձ մտցնել բառից բուն իմաստով տարբեր տեղեր։ Ինձ իմ մասին, որպեսզի այդ տեսեք ես կամ, այդ ես եմ ես գրել, այս ես եմ ես արել, այս ես եմ, միգուցե սխալ եմ անում, որովհետև հիմա շատ մարդիկ տենց անելով գնում են առաջ։ Այսինքն իրանց ուզածին հասնում են։ Նաև եթե ես, չգիտեմ, կարդում եմ ինչ-որ կարծիքներ կամ ինֆորմացիան, եթե ինձ բավարարում է, այսինքն այն ինչի ես ուզում եի ասել, արդեն ասեցին, կամ ավելացնելու բան չկա, ես չեմ ասում։ Համաձայնվում եմ ուղղակի կամ չեմ համաձայնվում։ Բայց ես էլ եմ կրկնում, ես կարող եմ զրուցել իմ ընկերների հետ այդ թեմայի շուրջ, բայց իմ կարծիքը հանրայնացնելը ես կարծում եմ ես պետք է դրա մասնագետը լինեմ, որպես քաղաքացի, հա, բայց այդ սկզբից դու որպես քաղաքացի ես քո կարծիքը հայտնում, հետո դառնում ես արդեն մեկնաբան ցանցում, հա, նույն Facebook-ում, մի քիչ էլ ու հայտնվում ազգային ժողովում, ինչպես այս անգամ շոու բիզնես։ Մոտարապես, հա, հիմա խառնվել է սա իրար, ամբողջը, չգիտեմ ինչա դարձել, մի քիչ մուտացիա է եղել, այսինքն լրագրողը հիմա զբաղվում է լրիվ ուրիշ գործով, իսկ լրիվ ուրիշ մասնագետը զբաղվում է լրագրողական աշխատանքով։ Դրա համար միգուցե пассив եմ։ Լավ, Ռաֆայել, վերջին հարցը, հա, հեռուստատեսությունը, որը իսկապես այսօր այդ գեղեցիկ հագուստով եւ խնդիրներ չունեցող է որպես ներկայանում, հնարավոր է որ այս նոր զարգացող մեդիայի մեջ, մասնավորապես համացանցի, հա, թվային հեռուստատեսության մեջ իրոք հետ մնա, թե ինչ որ առումով ինքը տրանսֆորմացիայի կենթարկվի, տեղի կունենան փոփոխություններ, այլապես կզիջի, հա, ու որևէ մեկը կդադարի դիտել, որովհետեւ կիմանա, որ ինքը խապված հայլուրի Հայաստանում է ապրել։ Սենց ասեմ, Հայաստանի մասին այդ խոսքը գնում, Հայաստանում հեռուստատեսությունը դեռ ունի կյանք, երկար կյանք, ոչ թե նրա պատճառով, որ ասենք մարզերում կամ տարբեր գյուղերում ինտերնետը դեռ այդքան է հասանելի չի եւ այդքան է համակարգչի մասին չի խոսքը գնում, հենց ցանցի, հա, որովհետեւ մենք ունենք գյուղերում ջրի ու լիքը ուրիշ հարցերի խնդրեմ, ուր մնաց ինտերնետը, բայց այնուամենայնիվ TV-ն միշտ լինելու է, առաջին տեղում է լինելու, զիջելու է ինտերնետին թե ոչ, այսինքն համացանցին կամ սոցկայքերին, այնուամենայնիվ հեռուստատեսությունը պետք է, որովհետեւ կան մարդիկ, հասկանում եք, եթե մի օր դուք պատկերացրեք միացնեք հեռուստատեսությունը եւ սև էկրան լինի կամ GCP, հա, ոչ մի բան չլինի։ Մի օր, երկու օր, 10 օր, ձեզ մոտ հարց կառաջանա ինչու։ Դա բանի պես է, վատ օրինակ բերեմ, ծխելու պես է։ Եթե դուք հրաժարվում եք ծխախոտից, առաջի մի քանի ամիսը ձեր մոտ սկսում են փոփոխություններ։ Սև ամպեր կուտակվել։ Հա, փոփոխություններ։ Ես կարծում չէ, ես հույսով եմ ամենայն դեպս, որ հեռուստաընկերությունը մի քիչ կլավացնի որակը, հեռուստաընկերությունները, որովհետև կան օրինակ հեռուստաընկերություն, ասենք Armenia TV-ն, հիմա չեմ ասում, որովհետև այնտեղ եմ պրոյեկտ անում, այլ զուտ ռեալ օրինակ եմ բերում, անցել է HD որակի։ Այսինքն պատկերը արդեն քո նկարածի համապատասխանում են այն պատկերին, որը դու հեռարձակում ես, այսինքն հեռուստատողը ստանում են նույն որակական պատկերը։ Մնում է, որպեսզի մենք որակն է բարձրացնենք այն product-ի, որը մենք դիտում ենք, որովհետև աթոռ փոխելով կամ սիրուն գեղեցիկ ուրեմն պատեր ստանալով դրանից որակը չի փոխվի հեռուստատեսության։ Դիլետանտները պետք է պակասեն հեռուստաընկերություններից, վերադառնան այն մարդիկ, ովքեր որ մոռացված են եւ ժամանակին անում էին լավ նախագծեր, որոնք ես նայում եի, դուք նայում եք եւ այդ մարդկանց նաեւ կարոտում ենք, ինչու՞ չէ։ Կամ նոր կադրեր, որոնք չգիտեմ որտեղ պետք է սովորեն, դա էլ է հարց։ Որովհետեւ չկա լրագրողական դպրոցներ այսօր։ Կան դպրոցներ, սենց դպրոցներ կան, ստուդիաներ կան, հա բացվում են։ Բայց որոնք լրագրողներ են պատրաստում։ Երբ որ գալիս են այդ ամբողից, հա, սաների ամբողից, երևի 1, 2, 3 հոգի ընտրում ես, սկսում ես իր հետ աշխատել եւ աճեցնում ես իրեն, որովհետեւ այն դպրոցը, որը մենք ենք անցել, ես իմ վրա մենակ օրինակը չեմ բերում, այլ իմ գոլեգաներն էլ
հասկանաք ու մասն է խոսքը, դա մի տարվա, երկու տարվա դպրոց չէր, դա 5, 6, 7 տարվա դպրոց էր, հետո նոր դու հայտնվեցիր հեռուստատեսության մեջ։ Հիմա այսպես կարող ես հայտնվել ու այսպես դուրս թռնել հեռուստաընկերությունից, եթե ոչ մի բան քեզնից չես ներկայացնում։ Չնայած մեկ-մեկ որ ներկայացնում ես, էլի ես աշխատում եմ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ նույնպես։